կողմնորոշվել եք առաջիկա ընտրություններին ում եք տալու ձեր ձայնը։ Ես ընդհանրապես ընտրություններին չեմ մասնակցում։ Հələ որ ընտրություն անում ենք, լսում ենք ծրագիրը, մշակումը, ինչ են ասելու, ոնց անելու, որ սաղիս համար լավ լինի։ Չգիտեմ, թող գա օրը գա բարին հետ։ Կոնգրես ՀԺԿ դաշինքին մշտապես միակ ռեալ ընդդիմադիր ուժն է, որովհետև տեսել ենք իրենց արած աշխատանքները։ Դե եթե sense վերցնենք օրինակ այս վարչապետը լավ լավ է խոսում, կախար շատ բան չի արել։ Ծառուկյանի լավից պատից այլ մնացածները ոչ մեկը ոչ բան չեն արել, չեն էլ անելու։ Իսկ ընտրակաշարքի մասին լսել եք, որ բաժանում են։ Ամեն քայլին։ Ձեզ անձամբ առաջարկել են։ Շատ են առաջարկել, բայց ինձ չի հետաքրքրում։ Որ քաղաքական ուժերն են եղել։ Դե բնական առաջին հանրապետականը նայել բոլորն կան, բան ուզում են տեղալ։ Մարի մասն է խոսքը։ Դες 10 են ասում, 20 են ասում շատ։ Նայ, թող ինչ։ Ձեզ ասել են դուք հրաժարվել եք։ Հա դե որտեղ եղանակ չի ստեղծում։ Դե դա առանց աշխատանքի մանեմ գալի 10,000 ասենք եկալա 2-10-ից, հետո ինչ եմ անել։ Հանրապետական կուսակցությանը չեմ տա ձայնս, դա միանշանակ է, որովհետև ամեն ինչում պետք է ինչ-որ նորություն։ Արդեն իրանց այսպես ասած դարը չի կարելի ասել, բայց աշխատանքային process-ով ցույց տվեցին։ Արդեն կողմնորոշվել եք ընտրության հարցում։ Հա։ Բայց չեմ ասել ում եմ ընտրելու։ Իսկ որ քաղաքական ուժին է որ միանշանակ ձայն չեք տա։ ՀՀԿ-ին։ Ինչ։ Ինչու։ Ինչու։ Չեմ կարող այդքանը բացատրեմ հիմա։ Իսկ ինչպես է կողմնորոշվում ընտրության հարցում, ծրագրերին եք ծանոթանում, թե անձանց Եմ ծանոթանում։ Բոլորի բուկլետները որ կան, որի մեջ մանրամասն գրած այդ բոլորինը կարդում եմ։ իսկ ընտրակաշարքի մասին արդեն լուրեր են պատտվում որոշ ժամանակ է, դա ձեզ անձամբ առաջարկել են ընտրակաշարք։ Ինչ չեն առաջարկել, ես էլ եմ լսել։ Բայց եթե առաջարկեն, չեմ վերցնի։ Բայց պետք չի։ Որ քաղաքական ուժն է որ միանշանակ ձայն չեք տա։ Որտեղ կա շմայս եւ այլն այդ կուսակցությունը երևի թե չեմ ընտրի, որովհետեւ այդ մեր հարիր չի էլի մեր ազգին այդպիսի մարդիկ կարողանան ղեկավարել այս գիտակի ժողովրդին։ Չգիտեմ, երևի դա։ Իսկ հետաքրքիր է ընտրակաշարքի մասին խոսում են, բարձրաձայնում են, ձեզ անձամբ առաջարկել նման դեպքեր եղել է։ Չեն հանդիպել, որովհետեւ անցյալ ընտրության ժամանակ ես իմ ընտրակաշարքը, որը պետքա որ տային, ես շատ խայտարակ ձևով հանել եմ դուրս էլի ուղղակի։ Ոնց կարելի է մարդին ծախի։ Այս փոքրիկին ոնց կարող եմ ծախեմ ապագան։ Ապագան ստեղծելու համար տեսնում եմ ինչա կատարվում, դրա համար հրաժարվելը միանշանակ։ Որ քաղաքական ուժն է որ միանշանակ հույս չի ներշնչում։ Հույս չի ներշնչում։ Որ բացառում եք որ կընտրեք։ Դե կոմունիստ ոչ։ Իսկ հետաքրքիր է կողմնորոշվելից ինչով եք առաջնորդվում, ծրագրերին եք ծանոթանում, թե Չէ, ուղղակի հավատ դեպի անձը։ անձիկ են կարևորաբեր։ Այո, խելքը, կրթվածությունը, դաստիարակությունը։ Ես ունեմ իհարկե տեխնացունում պետք է ընտրեմ պարտադիր գնալու ընտրությունների բնականաբար, բոլորիս պարտքն է որ գնան, որպեսզի հանկարծ, չգիտեմ, շո սխալներ չլինեն, որոնց համար հետո կփոշմանենք, բայց ինձ գախնի։ Լավ, իսկ ընտրակաշարքի մասին բարձրաձայնվում է լսել եք։ Հա, շատ։ Ամեն ընտրատարածքում կան էլի մարդիկ, ովքեր կաշարք են բաժանում։ Ձեզ անձամբ առաջարկել են։ Անձամբ ինձ չեն առաջարկել, բայց ծանոթներն են որ առաջարկել են։ Հասնենք այնտեղ կորոշենք։ Այնտեղ եք որոշելու։ Այնտեղ։ Ինչու։ Ես ավելի մանրամասը կծանոթանամ մինչև այդ պահը, նոր կորոշեմ, մինչև այդ պահը չես կարողանում որոշես, չես կողմնորոշում ավելի ճիշտ։ Այդ պահին ինչ ա լինում։ Ես իմ արդեն երևի ուղեղը ավելի լավ է աշխատում։ Ընդհանուր առմամբ կողմնորոշված ենք, ուղղակի չեմ ուզում բարձրաձայնեմ այդ։ Իսկ կողմնորոշվելու հարցում ինչն է օգնում, ծրագրերը թե անձին։ Ծրագրերը, միանշանակ ծրագրերը, որը ինձ ձեռնատու է, ում ծրագիրը ինձ հոգ է հարազատ է, դրան էլ կընտրեմ։ Իսկ ընտրակաշարքի դեպքեր լսել եք, ձեզ անձամբ առաջարկել են։ Ես արդեն 70 տարեկան եմ, 70 տարվա մեջ դեպք չի եղել, որ ինձ ինչ-որ մի
այտենց մի բան առաջարկեն կամ չեմ լսել։ Նայում եմ ով ինչ է ասում, դե բոլորին ճանաչում եմ, ում որ հավատում եմ, նրան էլ ձայնից կտամ։ Գիտեք, գնալով ավելի հավատանում ես ընտրությունների process-ը։ Նոր մեխանիզմներ են գտնում կեղծելու բանի։ Իհարկե ցանկալի չի որ կեղծեն, որտեվ չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել։ Ճիշտ ասենք, Ռաֆիկ Սարգսյան հանրապետական կուսակցության։ Իրա վրա շատ հավատ կա, հավատում եմ։ Ես Ռուսաստանում եմ եղել, նոր եմ եկել, ես երկու օր եկել եմ ու գտնում եմ, որ ես իրան պետք է ընտրեմ։ Մնացածի համար չեմ կարող պատասխան տալ։ Ընտրություններին մասնակցել նպատակով եք վերադարձել։ Անպայման, այո, որ հատուկ մասնակցեմ։ Դաժե երեխեքիս եմ ասել, որ եկեք մասնակցեք։ Հետո նորից գնալու եք։ Հա, նորից գնալու է։ Ես չէ, բայց իրան գնալու է։ Նենց որ ես հատուկ եկել եմ, որ անպայման իմ ձայնը տամ։ Հետարքիր է, ասում եք հավատ կա, բայց ընտրելու եք գնաք ուրիշ երկրում ապրելու։ Ես իմ երկրի մեջ էլ ապրում եմ, որ գնում եմ, գալիս եմ նորից իմ երկիրը։ Ես ոչ միտեղ չեմ գնալու բնակվեմ։ Դա անգամ երեխաներս սո չեն մնում, բայց ես գերադասում եմ ստեղ մնալը։ Ամեն ինչ այնց խառն է մեր երկրում, չես կարող վստահելու ես մեկին կամ այն մյուսին։ Ճիշտ է, խոստումներ բոլորը տալիս են, անգամ նրանք, ովքեր եղել են արդեն պաշտոն ունեցել են եւ պաշտոնազուրկ են եղել, հա։ Դրա համար չեմ կարող ասել կգնամ թե չէ։ Եթե անգամ գնամ, երևի թե ոչ մեկի չընտրեմ, չգիտեմ։ Դա էլ է սխալ միգուցե, բայց այլ ընտրակ չունեմ, չգիտեմ։ Ընտրություններին մասնակցելու եք։ Այո, Ում եք ընտրել։ հանրապետական ես։ Ինչու։ Ինքը չի մասնակցում։ Տենանք ինչ ալինելու։ Լավ ենք սպասում, հույս ունենք լավ լինի դեպի, կյանքը լավի գնա։ Նախկինում էլ եք հանրապետականներին ընտրել։ Այո, Եվ այդ տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել ձեր կյանքում։ ոչ մի բան չի փոխել, հույս չունեմ փոխելու, բայց լավատես եմ։ Բայց նորից ընտրելու եք իրենց։ Լավատես եմ ես աղջիկ։